Բարի լույս արևոտ Փարիզից, այս հիացքան եղանակին գնում ենք փորձելու, ասում են շատ համով հացաբուլկեղեն եւ հնարավոր է նույնիսկ Փարիզի ամենալավ կրուասանը, որը վաճառվում է 11-րդ թաղամասում գտնվող մի հատ շատ փոքրիկ բուլոնժերիում, հենց հացաբուլկեղենի խանութում, որը 100% ինքն է պատրաստում ամեն ինչ տեղում ձեր առջև, հացը միայն թթխմորով է, 100% թթխմորով է, հացաբուլկեղենն էլ ասում են յուրօրինակ, իրենք ճանաչված են իրենց կրուասաններով ու ֆլանով եւ խնձորի շոսոնով։ Այս բուլոնժերին շատ ճանաչված է արտասահմանյան տուրիստների շրջանակներում եւ իրանք ասում են, որ գալ Փարիզ եւ չօգտվել այնտեղից կարող եք համարել, որ չեք եկել Փարիզ։ Հետևաբար եկեք գնանք ձեզ էլ ցույց տամ թե այն որտեղ է, իրար հետ փորձենք ու հասկանանք այն արդյոք ամենալավն է թե ոչ։ Գնացինք։ Արդեն տեղավորվեցի, վերցրեցի մաչա ու հիմա սկսելու ենք փորձել մեր հացաբուլկեղենը, ինչպես տեսակ փոքրիկ տեղ էր, բայց ինչքան ախորժելի տեսք ուներ։ Ես ինչպես ասեցի ճանաչված էր իր կրուասանով, ֆլանով եւ խնձորի շոսոնով, երեքն էլ վերցրել եմ, երեքն էլ փորձելու ենք։ Կրուասանը պարտադիր էր, որովհետեւ հենց կրուասանով էլ համեմատելու ենք, եթե կրուասանը լավ է, պետք է որ մնացածներն էլ լավ լինի ու հասկանանք հայ արդարացված է թե չէ, որովհետեւ բոլոր արտասահմանյան տուրիստները պարտադիր այնտեղ այցելում են։ Ես ուղղակի շուտ եմ եկել, հերթ չկար, բայց իմացեք միշտ այնտեղ հերթեր են լինում, այնպես որ այդ հաշվի կառնեք։ Հիմա եկեք հերթով ցույց տամ վերցրածներս։ Չեմ հիշում ասել եմ թե չէ, կոչվում է Panifacture, նման գեղեցիկ, հասարակ, բայց ըստի շատ էլեգանտ փաթեթավորմամբ, ուրեմն այստեղ պետք է լինի մեր կրուասանը եւ շոսոնը։ Վաու, նայեք ինչ գեղեցիկ է կրուասանը։ Անմահացան։ Ու հիմա ցույց տամ ձեզ շոսոնը։ Տեսեք մի հատ այս գեղեցկությունը ու չեք պատկերացնի, թե ինչքան ծանր է, այնպես որ խոստում նալից է։ Իսկ այս տուփիկի մեջ էլ արդեն ֆլանն է, չափսը չեք պատկերացնի ինչքան մեծ է, իսկ գները, լուրջ եմ ասում, Փարիզի համար շատ հարմար եւ շատ լավն է։ Այս մեծ ֆլանը արժեր ընդամենը 4 €80, կարող է թվալ թանկ է ֆլանի համար, բայց եթե համեմատում ենք մյուս տեղերին, ես կասեի նույնիսկ շատ լավ է։ Սա ես տեղափոխելուց եմ ճակացրել, հիմա կտեսնենք համը ինչպիսին է, վանիլի հատիկները արդեն մեջը տեսնում եմ, վաու, ծանրն է, չգիտեմ կնկատեք թե չէ վանիլի հատիկները, շատ լավ բույր ունի, անհամբեր եմ, շատ լավ բույր ունի։ Սկսենք կրուասանից, այն արժեր 1 €80, կարծում եմ շատ լավ գին է, նույնիսկ իդեալական գին է Փարիզի համար, բույրը կարագին նենց ուժեղ է գալիս, չեք պատկերացնի, նայեք ոնց է խրխրթում, եկեք կծեմ ու ասեմ։ Շատ լավն է, մի հատ ծակոտիները նայեք, իսկական համեղ, կլասիկ, հասարակ կրուասան, որը անկեղծ եմ ասում, հիմա շատ դժվար է գտնել այսպիսի համեղ, ուղղակի համով կրուասան, որն ունենա կրուասանի կլասիկ բնութագիրը, հա, խրխրտիկ լինի, նուրբ լինի, մեջը փափուկ լինի, շատ լավն է, կգնահատեմ, երևի թե 10-ից 9, մի քիչ ռեզերվով, բայց որ հարգի կրուասան է, հաստատ։ Չեմ կարող ասել Փարիզի երևի թե ամենալավն է թե չէ, բայց որ արժի ուտել, այդ հաստատ, շատ լավն է։ Կրուասանը հաստատեցինք, այդ կլասիկան էր, եթե այդ լավն էր, ուրեմն շոսոնը պետք է որ ավելի լավ լինի, մասնավորապես, որ չգիտեմ նկատեցիք թե չէ, իրենք եփում էին իրենց խնձորի այդ պյուրեն, որը լցվում է մեջ այդ կոնֆին, հենց դա էլ էր տնական պատրաստված, այնպես որ խոստում նալից էր, հիմա չգիտեմ, երևի թե պետք է կիսեմ, որ ձեզ կարողանամ ցույց տալ։ Եկեք սենց բացեմ, տեսնեք։
դուք արդեն ինձանից չտեսաք, վաու, տեսեք ոնց է լցոնված, վաու, հենց խնձորի մեծ կտորներ էլ կան մեջը, որը ուղղակի որակի նշան է, որտեղ շատ ժամանակ եթե տեսնում եք պյուրե, դա հենց պատրաստի պյուրե են գնում եւ անում, վաու, վանիլի հատիկներ է կա, տեսեք, Այսինչ համով է, նախնձորներն է վերցնեմ, ինք ուղակի տակ է, ես իրան սենց պճացնում եմ անկեղծ ասած, բայց շատ համեղ է, սենց խնձորներից է վերցնեմ, մեջից եկեք սենց անեմ, որտեղ տակ է, ես իրան պտտեցի և լրիվ շուր տվեցի, մի հատ նայեք խնձորները և վրայի վանիլի հատիկի շատությունը։ Անհական։ Սա, եթե չեմ սխալվում, 3 եվրո, 3.50 էր կարծեմ։ Գիտեմ, որ այս 3-ին իրար հետ 9 եվրո մի քիչ ավել եմ տվել։ Գտնում եմ, որ նորմալ գին է։ Չէ, ժողովուրդ լավն է։ Կրկին եմ ասում, երևի չեմ ասի, որ Փարիզի ամենալավն է։ Այդքան, այդ աստիճանի չէ, բայց որ ինքը շատ համեղ է եւ արժի ու մասնավորապես, որ ինքը ամեն ինչը 0-ից տնական է։ Ունեին ֆուկաչաներ, հացեր, ունեին բուլկի թթխմորով, ես բացի այն, որ ես եմ պատրաստում, ոչ միտեղ նման գեղեցիկ բուլկի թթխմորով չէի տեսել, ես արդեն պատկերացնում եմ, դա էլ ինչքան համով կլիներ, ուղղակի այդքանը փորձելը մի քիչ արդեն անհնար կլիներ։ Այս էլ կգնահատեմ 10-ից 9, ընտիրը։ Եվ հիմա կեզրափակենք արդեն այս գեղեցիկ ֆլանով, շերտավոր խմորը տեսնում եք, չէ, ես ֆլան գիտեք շատ եմ սիրում, ես ինքս պատրաստում եմ ու ես պատրաստում եմ, ասել եմ, տարտի խմորով, կա երկու, այսպես ասած դպրոց, պատրաստում եմ կամ շերտավոր խմորով կամ տարտի, բայց կլասիկայում հենց շերտավորն է, այստեղ կլասիկ շերտավոր խմոր չէ, այստեղ կրուասանի նման շերտավոր խմոր է, հիմա տեսնենք ինչպիսին է, նայեք, արդեն ասել է, չէ, վանիլը լիքն է, պետք է որ համով լինի։ Շատ լավն է։ Եթե կհիշեք, ես այսպեսին փորձել էի Սան Մալոյի այնտեղ բուլանժրի կար, որտեղ գնում ենք նախաճաշելու եւ շատ համեղ էր, տաք հենց այսպեսի ֆլաններ էին գնում ու կրկին էս գնի էր, տեղափոխվեցի, որտեղ շատ շոկ էր եւ նույնիսկ ապարատուրան չի դիմանում, ինք ուղղակի անջատվեց իմ կամերան եւ չկարողացա շարունակել, ինչ էի ասում, Սան Մալոյի իմ կերած ֆլանի նման է, շատ համեղ է, այնպես որ անպայման ինքներդ փորձեք։ Գիտեք, Փարիզում ես ամենաշատ իմ սիրած ֆլանները դա բուլանժրի Պարի Ինտկոյի ֆլաններն են, որոնց համտեսումը կա էջում, կարող եք նայել, եթե չեք տեսել Instagram-ում էլ կա, իրանք ուղղակի աննահատական է եւ գին որակ հարաբերակցությունը ուղղակի իդեալական է, անպայման փորձեք։ Սա նույնպես այդ շարքին է դասում, ուղղակի այնտեղ պարտադիր ենք սառնել, իսկ այստեղ թարթված է, նույնիսկ ինքը գոլ է ու անմահական։ Հիմա ասեմ իմ կարծիքը, արդյոք հայպը արդարացված է թե ոչ, ես կասեմ եւ այո եւ ոչ, որովհետեւ այո, քանի որ այն իսկապես շատ համեղ է, որակի մասին նույնիսկ չեմ խոսում, ինքներդ տեսակ, իսկ թթխմորով հացերի առկայությունը եւ բուլկու առկայությունը դա բացառիկ երևույթ է, ես ինքս պատրաստում եմ թթխմորով բուլկի եւ դա շատ մեծ աշխատանք է, հացը նույնպես, այնպես որ ուղղակի ասում եմ որակը տեղում է, բայց դրանից ելնելով ասել, որ եթե գալիս եք Փարիզ եւ չգաք մանիֆակտյուր եւ չփորձեք իրենց հացաբուլկեղենը, ապա Փարիզ չեք եկել, այդքան էլ այդ մտքին չեմ, բայց միևնույն ժամանակ խորհուրդ կտամ Փարիզ այցի դեպքում, եթե ունեք հնարավորություն, որտեղ Նոթր Դամից շատ հեռու չի գտնվում, քայլեք, եկեք, փորձեք, հաստատ չեք փոշմանի, հավաստիացնում եմ։ Ու դուք էլ իր տեղն իմացաք, որովհետև հայկական շրջանակում այստեղը այդքան էլ ճանաչված չէ, ավելի շատ արտասահմանյան տուրիստների շրջանակում է ճանաչված։ Դուք էլ իմացաք գաղտնիքը, եկեք, ինքներդ էլ փորձեք։ Դե ինչ, հետևեք էջի, սկիզբեք, բաժանորդագրվեք, դա ինչ շատ կօգնի, դադարը մի քիչ շատ էր եղել, բայց խոստանում եմ էջի լինելու շատ հաճախ, համտեսումներ են լինելու, այնպես որ հետևեք, որ բաց չթողնեք, զանգակը սեղմեք։ Ու նաև հետևեք իմ Instagram-յան էջերին, մասնավորապես Lilith France-ի էջին, որովհետև այնտեղ կարելի ասել ամեն օր կամ օրը մեջ մեկ համտեսում լինում է, շատ ակտիվ եմ եւ շատ հետաքրքիր է իմ էջը։ Պես որ աչիկներ եմ անում, ձեզ շատ սիրում եմ եւ ասում եմ մինչ նոր համտեսում։